Առավոտյան արթնանում ես հոգնած, կյանքի մեջ չես տեսնում իմաստ, չունես մարդիկ, ում հետ քեզ հաճելի է եւ ովքեր կլսեն քեզ։ Կյանքը կորցրել է գույները եւ դու հաճույք չես ստանում ոչինչից։ Իրականում այդպես չի լինում։ Հնարավոր չէ, որ կյանքում ամեն բան շատ վատ լինի։ Պարզապես մարդկային էմոցիաներից դուրս գալով, եթե մի բան շատ վատ է, ստվեր է գցում ամբողջ կյանքի վրա եւ թվում է, թե ամեն ինչ շատ վատ է։ Օրինակ, եթե մենք նստենք աթոռի վրա, որի 3 ոտքը կա, սակայն մի ոտք չկա, բնականաբար մենք ընկնենք ներքև։ Այսինքն, շատ կարևոր է այստեղ բալանսավորել կյանքի ոլորտները եւ հասկանալ, որտեղ է քո կյանքի թույլ տեղը։ Առաջարկում եմ հենց հիմա անցնել թեստ եւ հասկանալ, թե որն է մեր կյանքի ամենաթույլ օղակը։ Սկսենք առաջինից։ Առավոտյան արթնանում ես էներգիայով լեցուն, զգում ես մարմինդ ինչքան առույգ է, կարողանում ես էներգիան սպառել ամբողջ օրվա ընթացքում, մինչև օրվա վերջ լցված ես էներգիայով, սնվում ես առողջ, ժամանակ ես տրամադրում քայլելուն, մարզվելուն, թե ընդհակառակը։ Մարմինդ ամբողջովին ցավում է, առավոտյան արթնանում ես հոգնած, ժամանակ չես տրամադրում ֆիզիկական շարժումների, քայլելու, սննդի ռեժիմին, ջրի ռեժիմին եւ քո կյանքում ֆիզիկական պլանում մարմնին հետևելու հարցում սարսափելի վիճակ է եւ բնականաբար դրան այցի են գալիս տարբեր հիվանդություններ։ Հիմա ինչ ենք անում։ 1-ից մինչև 10 բալային համակարգում գնահատում ենք մեր կյանքի ոլորտը, որը վերաբերում է մարմնին։ Այսինքն, եթե մեր կյանքում ամեն բան լավ է, մինչև 10 միավոր, ինչքան 8, 7, 9, ինչքան որ կարծում եք, 5-ը դա մեջտեղն է։ 5-ից ներքև արդեն դեպի վատ, 5-ից վերև մինչև 10-ը արդեն լավ։ Գնահատում ենք մեզ, գնահատում ենք օբյեկտիվ, որպեսզի հասկանանք, որտեղ է մեր թույլ կետը։ Երկրորդ ոլորտին ենք անդրադառնում՝ հարաբերություններ հակառակ սեռի հետ եւ կյանքի հաճույքը վայելել քո անձնական կյանքում։ Հաճույքի ասպեկտը չի վերաբերում մենակ սեռական կյանքին։ Այսինքն, եթե դու չես կարողանում հաճույք ստանալ օրվա յուրաքանչյուր վայրկյանից եւ շփումից քո կողքի մարդուց, նույնիսկ եթե քո կյանքում մարդ չկա, դու ապրում ես այնպես, կարծես հաճույք ես ստանում կյանքի յուրաքանչյուր ասպեկտից, նույնիսկ նման մարդկանց հետ հաց ուտելիս, դու զգում ես, թե ինչքանով լեցուն է իր կյանքը հենց այդ սեռական էներգիայով, որովհետև դա միայն սեռական հարաբերությունների մասին չէ, որովհետև լիբիդոն դա ապրելու ցանկության մասին է։ Եթե ոչ մի բան հաճույք չի պատճառում, իսկապես ամեն բան անհետաքրքիր է դարձել, հաճույք եւ համ չկա կյանքիդ որևէ ոլորտում, իսկապես չես կարողանում հասկանալ քո մարմնի լեզուն, քո ձգտումները, ցանկությունները, ոչ մի բանի ցանկություն չունես, ուրեմն այս պարագայում հակառակ սեռի հետ ունեցած փոխհարաբերությունների մեջ եւ քո կյանքի այս ասպեկտում գնահատում ես քո միավորները ցածր, սակայն եթե իսկապես որ քեզ հետաքրքիր է հակառակ սեռի հետ փոխհարաբերությունների մեջ գրավիչ ես, դու կյանքով լեցուն ես, քեզ համար գունավոր ոչ միայն քո կյանքը, այլ նաև կարող ես դա փոխանցել քո կողքի մարդուն, ուրեմն գնահատում ես քո կյանքի այդ ոլորտը ավելի բարձր։ Երրորդ կետին ենք անդրադառնում, որը վերաբերում է աշխարհի հետ փոխհարաբերություններին։ Եթե սիրված ես հասարակության կողմից, եթե ունես մարդիկ, ում հետ հաճելի ժամանակ ես անցկացնում, սիրված ես, եթե որտեղ գնում ես, այնտեղ էներգիա ավելացվում, քեզ լսող մարդիկ կան քո կյանքում, մարդիկ, ովքեր որ պատրաստ են լսել թե քո տխուր ժամանակ, թե ուրախ ժամանակ, ուրեմն քո կյանքի եւ աշխարհի փոխհարաբերությունները շատ լավ են, սակայն երբ զգում ես քեզ միայնակ, զգում ես որ չկա մարդով, որ քեզ կընդունի այնպիսին, ինչպիսին որ
կաս, որ դու անդադար ներփակվում ես քո մեջ, կարծում ես, որ աշխարհը եւ մարդիկ միևնույն է խաբեբաներ են, որովհետեւ ոչ մեկին չարժե հավատալ, միևնույն է բոլորը դավաճանելու են, նախընտրում ես ընդհանրակարգը միշտ մնալ մենակ շփվել մարդկանց հետ, չունես ընկերներ եւ չունես մարդիկ, ովքեր կկիսեն քո ուրախություններն ու տխրությունները, ուրեմն քո կյանքում այդքան էլ հաճելի չէ հարաբերությունների շրջանակը, այսինքն քո եւ աշխարհի հարաբերությունների շրջանակը։ Գնահատում ենք այս երրորդ ոլորտը եւ քայլ են կատարում չորրորդին։ Չորրորդը մեր կյանքի աշխատանքի ռեալիզացիայի ոլորտն է։ Եթե կարծում ես, որ շնորհը եւ ունակությունները, որոնք դու ունես, ներդրել ես կյանքի մեջ եւ ունես հաջողություններ, պահանջված մասնագետ ես, քո աշխատանքը քեզ ոչ միայն ֆինանսապես, այլ նաեւ էներգիայի եւ հաճույքի տեսանկյունով հետաքրքիր է քեզ, դու կարողանում ես առաջ գնալ քո մասնագիտական ոլորտում եւ կարծում ես, որ դու այնտեղ ես, որտեղ որ պետք է լինես եւ քո ճանապարհը ոչ միայն կանգնած կետում է, այլ գնում է առաջ եւ դու պատրաստ ես թե նոր մասնագիտություններ ձեռք բերել եւ պատրաստ ես նաեւ քո ունեցած մասնագիտության մեջ առաջ գնալ, այսինքն դա մի կետ է, որտեղ դու անդադար աճի process-ի մեջ ես, թե ընդհակառակը, կարծում ես, որ այնտեղ ես, որտեղ քեզ համար գնալը սարսափելի ծանր է, զգում ես, որ աշխատանքը միայն պարտականությունն է, քո ունակությունները ռեալիզացված չես համարում եւ դու կուզեիր բոլորովին այլ ոլորտում լինել, քո հոգին ուրիշ բանի է տենչում եւ քո աշխատանքը քեզ ոչ միայն հաճույք եւ մասնագիտական առաջընթաց չի ապահովում, քեզ նաեւ ֆինանսական հաջողություն չի բերում։ Այս ասպեկտով գնահատում ենք մեր կյանքի չորրորդ ոլորտը։ Սրանք այն 4 կետերն են, որոնք որ ապահովում են մեր կյանքի բալանսը։ Հիմա գնահատելով այս 4-ը, փորձենք հասկանալ, թե որն է ամենաթույլ օղակը եւ որտեղ ենք մենք ամենաքիչը բավարարված զգում ենք, ինչի կարիք, որ ոլորտն է, որ կարիք ունի մեր խնամքին եւ որպեսզի մենք կարողանանք աշխատել այդ ոլորտի հետ։ Հիմա ես ձեզ համար շատ լավ նորություն ունեմ, քանի որ շատերը իսկապես երկար սպասել են, թե երբ են վերադառնալու իմ յոգայի դասերին, ես ձեզ համար ունեմ շատ լավ առաջարկ եւ նվեր։ Առաջիկա 5 օրերի ընթացքում մենք միասին կանցկացնենք մարաթոն, որտեղ որ խորքային կերպով կքննարկենք այս հարցերը, որտեղ մենք կփորձենք փակ տելեգրամյան ալիք կստեղծենք եւ մենք այնտեղ կքննարկենք, կունենանք կետերներ, ուղիղ միացումներ, ինչպես նաեւ այս կետերը կքննարկենք թե նեղ առանձին շրջանակներում, թե միմյանց հետ զրույցի շրջանակում։ Սա հրաշալի հնարավորություն է, որովհետև այն գիտելիքները, որոնք որ փոխանցելու եմ ձեզ, բաց հարթակներում հաստատ չեք գտնի, սա այն խտանյութն է, որին բոլոր տարբեր դասընթացներից ես հավաքել եմ միտեղ եւ 5 օրյա անվճար մարաթոնի շրջանակներում մենք կքննարկենք այս հարցերը եւ կփորձենք կարծես դետոքս կատարել մեր կյանքի մեջ եւ հասկանալ, թե որտեղ ունենք օգնության կարիք եւ ինչ քայլեր պետք է անենք։ Ես սիրում եմ, երբ ամեն ինչ լինում է համակարգված։ Շատ ինֆորմացիան երբեմն խանգարում է։ Մեզ պարզապես պետք է իմանալ այս հարցի շուրջ ինչ քայլ պետք է ձեռնարկենք եւ ձեռնարկենք այդ քայլերը եւ կատարենք փոփոխություն, ոչ թե պարզապես շատ ինֆորմացիա ունենք, այնպես որ մարդիկ, ովքեր որ ում հետաքրքրեց այս ինֆորմացիան, խնդրում եմ անձնական նամակով թողեք ինձ տվյալ կոնտակտ, որպեսզի ձեզ ներառեմ փակ տելեգրամյան ալիքի մեջ եւ մենք այնտեղ կաշխատենք 5 օրյա մարաթոնի շրջանակներում ամսաթվի եւ մնացած տվյալների մասին արդեն կգրեմ ձեզ հավատացեք, թեկուզ 5 օրը բավական է, որպեսզի փոփոխություն մտնի ձեր կյանքի մեջ։ Ինձ համար սա շատ հետաքրքիր process է սպասվում, այնպես որ այն մարդիկ, ովքեր անտարբեր չեն իրենց կյանքի նկատմամբ, սպասում եմ ձեզ գնացինք։